Լուսաստղ հասարակական կազմակերպությունը 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունների ընթացքում իրականացրել է լայնածավալ դիտորդական եւ իրազեկման գործունեություն։ Նախընտրական շրջանում կազմակերպությունը նախաձեռնել է իրազեկման արշավ, իսկ քվեարկության օրը դիտորդական առաքելություն է իրականացրել թիվ 23 ընտրատարածքի բոլոր ընտրատեղամասերում, ինչպես նաեւ Լոռու մարզի համայնքներում եւ Տավուշի մարզում։ Դիտարկման հիմնական նպատակն էր գնահատել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը ընտրական գործընթացին, նրանց ընտրական ակտիվությունը, ընտրատեղամասերի մատչելիությունն ու հարմարեցվածությունը, ներառականության ապահովման մակարդակը, ինչպես նաև ընտրական օրենսդրության պահանջների կատարումը։ Դիտորդական առաքելության արդյունքներն արդեն ամփոփվել են։ Այդ նպատակով կազմակերպվել է պանելային քննարկում, որի ընթացքում արձանագրված տվյալներն ու առաջարկությունները ներկայացվել են քննարկման բանախոսներ ընտրական հանձնաժողովների նախագահներին, կազմակերպության շահառուներին եւ քաղաքասարակության կազմակերպություններին։ Մեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ունեցել ենք մեր աջակցությամբ տեղամասերի փոփոխություն տեղի ունեցել մոտ 200 հոգու, բայց գերակշռ մասը տեղամասերի փոփոխությունը իրականացրել են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները, որպեսզի կարողանան իրենց գտնվելու վայրի քվեարկությանը մասնակցել։ Ընտրատեղամասը իրացել իմ ուղեկցողի հետ, քանի որ տարածքի անմատչելիության պատճառով մենակ մուտք գործելը եւ տեղաշարժվելը անհնար էր, սակայն քվեարկցիկի ներսում շնորհիվ արդեն ներդրված գաղափարի, ռեգլան գաղափարի շնորհիվ ես զգացի լիարժեք անկախ ընտրող։ Նախապատրաստական աշխատանքներ էին կատարել տեղամասերը հնարավորինս մատչելի դարձնելու այն առումով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ուրեմն մեզ տրամադրվել էին ռալյան կաղապարներ, ուրիշ մարդկանց ուրեմն ընտրությունը կազմակերպելու առումով եւ ինչպես նաեւ ընտրական օրենսգիրքը փոփոխություններ մտցրել, եւս մեկ ուրեմն քվեախոց ավելացնել, որը որ ավելի ցածր կեղնի եւ շարժողական խնդիրներ ունեցող անձանց ընտրությունը ավելի մատչելի դարձնելու։ Ուրեմն մոնիտորինգ է կատարվել մինչև ընտրությունները, տեղամասերը մինչև ձևավորելը, թե որ տեղամասերն են ավելի մատչելի շարժողական խնդիրներ ունեցող անձանց համար եւ ուրեմն դրանք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրվել են այդ ցանկը, որտեղ ուրեմն հաշմանդամություն ունեցող անձին կարող են մտնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք եւ ընտրել աշխարհագրությամբ այն տեղամասը, որը ավելի մոտիկ է իրենց բնակության վայրին։ Քննարկման կազմակերպիչներն անդրադարձել են ոչ միայն արձանագրված խնդիրներին, այլև ընդգծել են համագործակցության եւ համատեղ աշխատանքի կարեւորությունը ընտրական գործընթացների առավել ներառական կազմակերպման նպատակով։ Քննարկման արդյունքներով կամփոփվեն դիտորդական առաքելության եզրակացությունները, մշակվող քաղաքականության փաստաթուղթը կներկայացվի կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ մյուս պատասխանատու գերատեսչություններին, ակնկալվող բարեփոխումները հաշվի առնելու եւ դրանք առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կիրառելու նպատակով։